Ազատամուտը հայտնի է բենտոնիտի գործարանով, մեկ էլ կարմիր բանակի հետքով։ Հենց այստեղով են խորհրդային զորքերը հատել Ադրբեջանի սահմանն ու Հայաստան մտել։ Սահմանամերձի արտոնություններից սակայն համայնքը չէր օգտվում։ Տարեմուտին, երբ հանրապետության նախագահը դիրքեր ու սահմանապահ բնակավայրեր եկավ, հետաքրքրվեց ազատամուտցիների դարդուցավով։ Ազատամուտցի Բորիսը խնդիրը բարձրացրեց։ Նախագահ Սարգսյանը խոստացավ, մեկ ամիս էլ չի անցնի, հարցը կլուծվի։ Ինչ վերաբերում է ճանաչել որպես սահմանամերձ բնակավայր, ես վստահ եմ, որ հունվար ամսին դուք լինելու եք որպես սահմանամերձ բնակավայր։ Բորիսի ու ամբողջ համայնքի այս խնդիրը լուծվեց հունվարը չավարտված։ Կառավարությունն այսօր որոշեց, ազատամուտցիների գազի, հոսանքի, ոռոգման ջրի գները մասնակի կփոխհատուցվեն։ Մեկ այլ որոշմամբ համայնքի գործունեությունն ազատվեց հարկերից։ Նախագահն էլ խոստվեց ու կատարեց։ Ազատամուտ ավանը համարվում է Հայաստանի տարածքում որպես սահմանային գոտի։ Ապրելով սահմանում մենք սահմանամերձ չենք համարվել, չենք օգտվել որևէ արտոնությունից եւ այսօր շատ ուրախ եմ։ Աշկալուսանքեր, իրոք աշկալուսանքեր։ Մշակույթի տան պատին էլ ադրբեջանցու արկերից հետքեր կան։ Տնօրենն ասում է, արտոնությունները գյուղի հոգսը կթեթևացնեն, մշակույթով զբաղվելու սիրտ կլինի։ Ունենք շատ լավ բաժիններ, ազգային նվագարաններ, դաշնամուրներ, դհոլ, շվի, դուդուկ, մի խոսքով այս նորությունը, այս սահմանապահ դառնալը շատ մեծ օգուտ էր մեզ համար։ Մեկ էլ աշխատատեղեր են խնդրել։ Ավանը հենց գործարանի շուրջ էր կառուցվել։ Կար ժամանակ, որ բենտոնիտում 2000 մարդ էր աշխատում։ Աշխատատեղ, եկեք միասին որոշենք, թե ինչ կարող ենք անել, միասին ժողովրդով, ինչ կարող ենք անել։ Մենք պատրաստ ենք օժանդակելու, մենք պատրաստ ենք ներդրող գտնելու։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե նախագահը խոսք է տվել, եթե մարզպետը գլխով արեց, ուրեմն մեր ժողովուրդը ինչ որ բան կստանա։ Սահմանամերձ համայնքների խնդիրները իմի բերելու ու լուծումներ գտնելու հարցը եւս կառավարությունը քննարկեց։ Վարչապետը կարգադրեց համակարգող խորհուրդ ստեղծել, հիմնավորեց, գույքագրենք, թե ինչ հարցեր ենք ուզում լուծել, դա ինչ էֆեկտ կարող է տալ, որպեսզի հստակ ծրագրեր մշակենք։ Աննա Բալյան, Գայանե Թամամյան, Մհեր Թամրազյան, օրակարգ, Տավուշ։